Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ծիծեռնագապերտի մեջ հնչեց լրության ձայնը, J Defense-ը ծիծեռնագապերտի մեջ, ինչու Վենսը առանց ուղեկցության այցելեց ծիծեռնագապերտ, Ստոկհոլմյան սինդրոմը հայ իրականության մեջ, երբ զոհը կսկսի արդարացնել Դահիճը, հասարակական ճգնաժամի եզրին, Արցախի ընտանիքները մնացած են առանց պաշտպանության, Հայաստանի մեղեդին վերադարձավ, լուրուտենեն դեպի կենդանի հիշողություն, մորցված հերոսները, նացիստներու դեմ պայքարած հայերը, Մեծն Դերյան, Սոխով հաց, բահկի և ճաշակի հարուստ վայելք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու փոխնախագահ J Defense-ը փետրվար 10-ի առավոտ իր տիկնոջ Ուշա Վենսի հետ այցելեց ծիծեռնագապերտի հուշահամալիր հարկանգի դուրք մատուցելու հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին։ Այցի ընթացքին գիրառված էին ուժեղացված անվտանգային միջոցառումներ։ Ավելի առաջ հաղորդված էր, որ Վենսը փետրվար 9-ին պաշտոնական այցով ժամանած էր Հայաստան։ Ամերիկյան պատվիրակության գազմին մեջ կգտնվեր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներու պետական քարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգ։ J Defense-ը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ և պաշտոնական ծրագրին համաձայն կմեկնի Բաքու։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու փոխնախագահը պաշտոնական այցով այցելեց ծիծեռնագապերտի հուշահամալիր, սակայն զինք ոյ բարձրաստիճան պաշտոնյա չուղեկցեցավ։ Պաշտոնական հաղորդագրությունը կնշե, թե Ժան Անդրեասյան ներկա գտնված է, սակայն ոչ որպես ուղեկից։ Ան մուտք չգործեց հուշահամալիր և չներկայացուց հուշագոտողի խորհուրդը։ Հաղորդագրության մեջ հրապարակված էր միայն սեփական ցերկսեղմումը իբրև ուղեկցության տպավորություն ստեղծելու համար։ Այս պատկերը դարձյալ կվկայե, որ հայրու ցեղասպանությունը աշխարհի աչքերուն առջև դակավին լիարժեք ճանաչում չգտած։ Անմար գրագին դիմաց կգանքնի ժողովուրդը, ով ստիպված է շարունակ հիշեցնել, թե հիշողությունը պետք է ըլլա խորք ունեցող, այլ ոչ թե ցեվական։ Արևելյան Հայաստանի հասարակական դաշտին մեջ կդարածվին մտահոգիչ երևույթներ, թրքասիրություն, պատմության խեղաթյուրում և հայրու ցեղասպանության ուրացում, որոնք կնմանին Ստոկհոլմյան սինդրոմի։ Քայանե Բողոսյան կվկայե դեպքի մասին, ուր հայ գիներու հետ զրույցը վերածված է բացահայտ հագահայ քարոզչության, թուրքերը արդարացնելու, ցեղասպանությունը ժխտելու և հայ թրքական թշնամությունը արհեստական ներկայացնելու փորձերով։ Հեղինակի խոսքով իրեն փորձած են համոզել հրաժարիլ հայ առաքելական եկեղեցիեն, ուրանալ պատմական հիշողությունը, հայրենիքի գաղափարը և ընդունել խաղաղասիրական ուսմունքը, որուն առանցքին մեջ կգտնվի թուրքերը արդարացնելը և ազգային ինքնության մերժումը։ Այս գաղափարները քարոզված են կրոնական բառաբաշարով, հայրենասիրությունը ներկայացնելով որպես մեղք, իսկ հայրենիքը որպես անարժեք հասկացություն։ Բողոսյան կշեշտե, որ այս քարոզչությունը նպատակ ունի հայ ժողովուրդը գտրել իր ինքնութենեն և կզգուշացնե։ Ասիկա խաղաղություն չէ, այլ վտանգավոր գաղափարախոսություն, ազգային անվտանգության ու հասարակական առողջության համար գոչ ընելով զգոն ըլլալու և չթույլատրելու ազգագործան մտքերու տարածումը։ Արցախցիներուն աջակցության ծրագիրներու դադրեցումը հանգեցուցած է խորացող հասարակական ճգնաժամի։ Հազարավոր ընտանիքներ այսօր հայտնված են ծայրահեղ ծանր գացության մեջ, զրկված կայուն եկամուտե, հասարակական պաշտպանութենեն և ապակային հանդեպ վստահութենեն։ Այս մասին գրած է Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյան։ Անոր խոսքով մարդոց մեծ մասը ստիպված է աշխատել միայն բնակավարձը վճարելու համար, մինչդեռ սնունդը, բժշկական օգնությունը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները կմնան չլուծված։ Նժդեհ Իսկանդարյանն ընդգծած է, որ ստեղծված իրավիճակը այն որոշումներու արդյունքն է, որոնք կայացված են առանց հանրության հետ հաշվի նստելու և առանց անոնց ընկերային և առողջապահական հետևանքները գնահատելու։ Հետևաբար մարդիկ կգանքնին ոչ միայն հասարակական ծանր գացության, այլ նաև լուրջ առողջական խնդիրներու առջև։ Նախարարը գոչ ուղղած է անհապաղ վերանայելու գործող մոտեցումները, վերականգնելու կամ փոխարինելու դադրեցված ծրագիրները իրական և արդյունավետ մեխանիզմներով, ապահովելով համակարգված և գայուն լուծումներ։ Դասնամյակներ շարունակ կորսված նկատվող հայկական լուր ժապավենը Հայաստանի մեղեդին վերածնած է ստանալով նոր ձայն և նոր կյանք։ Վերականգնված ֆիլմին առաջին ներկայացումը տեղի ունեցած է հունվար 11-ին հայկական ժառանգության նավարկություն նախաձեռնության ծիրին մեջ, հանդիսատեսին ներկայացնելով բացառիկ պատմական և մշակութային ժառանգությունը։ Ֆիլմը կպատմե ցեղասպանութենեն փրկված Տիգին Ղազարյանի և իր որդու մասին, որոնք 1920-ական թվականներուն Գաբրին Ֆրանսայի մեջ աքսորի պայմաններուն տակ փորձելով նոր կյանք մսկսիլ։ Ֆիլմին իրական արժեքը անոր եզակի պատմական պատկերներն են, Զմիուրնը հրթեհեն սկսյալ, մինչև Ֆրանսայի մեջ ձևավորվող հայկական համայնքներու կյանքը, կրթական և հասարակական կառույցները, ինչպես նաև առաջին հանրապետության գործիչներու հազվագյուտ տեսակրությունները։ Ժապավենը հայտնաբերված է հայրենիք արխիվին մեջ և վերականգնված Ջորջ Աղջայանի ջանքերով։ Լուր պատկերներուն նոր շունչ տված է երաժիշտ Մհեր Մնացականյանի և Մարտին Ուլիխանյանի ստեղծած երաժշտությունը դուդուկի, դասական և ազգային մեղեդիներու ներդաշտակ համադրությամբ։
Հայաստանի մեղեթին այսօր ոչ միայն ժապավեն է, այլ կենդանի հիշողություն ցեղասպանության ցավին, վերաբրումի ուժին եւ սփյուռքի մեջ վերածնվող հայկական ոգիին մասին։ Այսինքն այն ֆիլմն է, որ բարդատիր է դիտել որպես պատմության, մշակույթի եւ ազգային հիշողության եզակի վավերագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն Հունաստանի մեջ բնակող հայ քաղաքականները ցուցաբերեցին բացառիկ քաջություն եւ թիմադրություն նացիստական բռնատիրության դեմ, քանի մտաղամասերուն մեջ հայ համայնքները վերածվեցան թիմադրության իրական կենտրոններու։ Նացիստական ուժերը եւ անոնց հետ համագործակցող խումբերը շրջապակեցին թաղամասերը, ներխուժեցին տուներ, ցերպակալեցին, քննադահարեցին եւ հազարավոր հայեր բռնատատելով դարին գերության կամ հարգադրական աշխատանքային ճամբարներ։ Հայրու մեծամասնությունը նախորդ ցեղասպանության ընթացքին գործընծուցած էր իր ընտանիքը եւ ստիպված եղած էր փախչիլ Օսմանյան գայսրութենեն։ Հունաստանի մեջ նոր կյանքը սկսելու համար անոնք պայքար մղեցին ծայրահեղ դժվար պայմաններու տակ, զրկված քաղաքացիական իրավունքները եւ հասարակական ապահովութենեն։ Սակայն անոնք չհանձնվեցան։ Երիտասարդներ միացան տեղական թիմադրական շարժումներուն, կոմունիստական գազམ་ագերբություններուն, մասնակցելով նացիստներու դեմ գերիլա պայքարին։ Թիմադրությունը վճռական էր, սակայն ծանր հետևանքներով։ Դուներ այրեցան, ամբողջ թաղամասեր ոչնչացվեցան, հայրու մեկ մասը զոհ գնաց կամ բռնատատված կերպով փոխադրվեցավ աշխատանքային ճամբարներ, հաջող մահվան անմիջական սպառնալիքի տակ։ Այս հերոսները շատեր կոմունիստական կամ այլ թիմադրական գազམ་ագերբություններու անդամներ իրենց կյանքը վտանգելով կանգնեցան ճարիքի դեմ եւ պաշտպանեցին մարդկային արժանապատվությունը։ Այսօր այս հայրու սխրանքը հաջող կմորցվի պատմության էջերուն մեջ։ Ժամանակն է վերականգնել անոնց հիշադակը եւ դալ այն արժեվորումը, որուն իրապես արժանի են որպես նացիստական բռնության դեմ դիմադրության եւ ազգային դոգունության կենտանի խորհրդանիշներ։ Մեծանուն հայ բանաստեղծ Վահան Դերյանի ծննդյան առիթով Դերյան մշակութային կենտրոն հասարակական գազམ་ագերբությունը եւ Ջավախքին աջակցություն հիմնադրամը փետրվար 9-ին նախաձեռնած են Դերյանի հետ խորագրով արդեն ավանդական դարձած տոնական միջոցառումներու շարքը։ Նախաձեռնության նպատակը Վահան Դերյանի քրական ժառանգությունը նորովի բացահայտելն է, ընդգծել անոր ստեղծագործություններուն ժամանակակից հնչեղությունը եւ եւս մեկ անգամ մեծարել հայ բանաստեղծության անմար անուններեն մեկուն հիշադակը։ Բահկի օրերուն հայ ընտանիքներուն մեջ առանձնահատուկ տեղ ունի սոխով հացը։ Այն կպատրաստվի սաջի վրա բուրումնավետ եւ փափուկ խմորով։ Սոխով հացը հրաշալի է ոչ միայն բահկի օրերուն, այլև ամեն օր, երբ կուզեք վայելել հայկական ավանդական համերը։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։